Christos, Yerkri Brahmyan Mektere, Ter Jesus Christos, Yerkri Brahmyan Mektere, Ter Jesus Christos, Yerkri Brahmyan Mektere, Ter Jesus Christos, Nami Yahne, Yezer Kum, Ter Nemi Yain Bolor Isama, Nami Yahne, Boch Yezer Kum, Ter Nemi Yain Bolor Isama. Որտեղ վայել է աղբարներին ուրախությունը Բիտուրախանամ Տիրոջ մոտ Բիտուրախանամ Տիրոջ մոտ Սուրբ ոգի ով անցրի սոծեց Բաժակս աննման լեզու Միշտ է իր ներկայություն Բարություն և ողորմություն Բիտուրախանամ Տերոջ մոտ Բիտուրախանամ Տերոջ մոտ Սուրբ ոգի ով անձից ոտեց Բաժակս աննման լեզու Միշտ է իր ներկայություն Բարություն և ողորմություն Սուրբ ոգի ով անձից ոտեց Բաժակս աննման լեզու Միշտ է իր ներկայություն Բարություն և ողորմություն Հիսուսի անունով մենք ունենք հաղթություն Հիսուսի անունով ունենք ուրախություն Հավիտյան է իր խոսքը անսահման է և իր սեր Հիսուսի անվամբ մենք ունենք հաղթություն Հիսուսի անունով մենք ունենք հաղթություն Հիսուսի անունով ունենք ուրախություն Հավիտյան է իր խոսքը անսահման է և իր սեր Հիսուսի համար մենք ունենք հաղթություն Հիսուսի անվամբ մենք ունենք հաղթություն Ում անունով Հիսուսի անվամբ մենք ունենք հաղթություն Հալելույա Մեր Տերոջ անվամբ մենք ունենք հաղթություն, ունենք ուրախություն Հալելույա Մեծարում ենք քեզ Տեր Հալելույա Բարձրյալ արքա Աբիտենական Ծով ցամաք երկիր Քեզնով արարվեցա Բարձրյալ արքա Ճշմարտության Դու ես վեմը փրկության Վահանը հավատի
Բարձյալից ածկոցի տակնակողը ամենակարողի շուքի տակ է հանգչում Ես կասեմ տիրոջը իմ ապավեն և իմ ամրոց իմ աստված որին ուսացած եմ Բարձյալից ածկոցի տակ Բարձյալից ածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգչում Ես կասեմ տիրոջը իմ ապավեն և իմ ամրոց իմ աստված որին ուսացած եմ Փրկեց ինձ մահից, որ սողի որոգայթից, ինչ արվան չի մոտենա, նրա թևերի տակ, ապահովեմ և վստահ, ինչ արվան չի մոտենա Երբ կանչես դու նրան կստանաս պատասխան նա քեզ հետ է հավիտյան օրհնել է քո տունը փրկել է քո որդկանց բարձյալ է ապավեն քեզ համար Իմ ամենք ասենք մեզի Երբ կանչեմ ես նրան կստանամ պատասխան նա ինձ հետ է հավիտյան օրհնել է իմ տունը փրկել է իմ որդկանց բարձյալն է ապավեն ինձ համար նա փրկեց ինձ մահից որ սողի որոգայթից ինչ արվան չի մոտենա նրա թևերի տակ ապահովեմ և վստահ ինչ արվան չի մոտենա ինչ արվան չի մոտենա Այո, երբ որ նրա թևերի տակ, նրա ներկայության մեջ ենք գնում, ընդեղ ապաստան ենք գտնում, հալելույա, երբ որ ամբողջ սրտով նրան ապավինում ենք, նրանից գալիս է պատասխան Ներիր Տերի հանցանքներս, որ ամարձակամ քեզ մոտ, փարվեմ ոտքերի, սերդ վայել եմ, փարվեմ ոտքերի, բերքեր տամփյուր եմ, ախուր գնամ ես անուշ կոյրեսից, երբ քաղցրեց այնը, խոսքեր տել մեղրից, բաջինս դու ես, Իսուս սիրելիս, փարվեմ ոտքերի, վերդ վայել
բերում են գահիտ մոտ Հարվեմ ոտքերի սերդ վայել եմ Հարվեմ ոտքերի վերքեր կամպյուր եմ Ախուր գնամ ես անուշ գոյրեսից Երբ կաղցրեց այնըտ խոսքեր դել մեղրից Բաժինս դու ես Իսուս սիրելիս Հարվեմ ոտքերին սերդ վայել եմ Հարվեմ ոտքերին վերքեր կամպյուր եմ Սերս քեզանից մեկ բան ունենամ ու այն էլ քեզնից Ախուր գնամ ես անուշ գոյրեսից Երբ կաղցրեց այնըտ խոսքեր դել մեղրից Բաժինս դու ես Իսուս սիրելիս Հարվեմ ոտքերին սերդ վայել եմ Հարվեմ ոտքերին վերքեր կամպյուր եմ Հարվեմ ոտքերին սերդ վայել եմ Հարվեմ ոտքերին վերքեր կամպյուր եմ Hallelujah. Hallelujah. Amen. Այո, մեր Տերը այնքան անուշ է, որ ուզում ենք գնանք իր ներկայության մեջ, իր թանկագին վերքերը, որ նրանով փրկվել ենք, ամփյուրենք, փառվենք իր ոտքերին եւ ասենք ով Տեր, քո պատճառով է, որ կյանք ենք գտած։ Տեր դու բարի ես եւ գուտը քո Տեր հավիտյան է Տեր դու բարի ես եւ գուտը քո Տեր հավիտյան է Իմ հետ երգեք Տեր դու բարի ես եւ գուտը քո Տեր հավիտյան է Տեր դու բարի ես եւ գուտը քո Տեր հավիտյան է Երկրի բախոնարում ենք ես Տեր Ազգերը, ցեղերը, տոհմերը բոլոր Պաշտում ենք ես Հալելույա, հալելույա Պաշտում ենք ես Հրկել ես մեզ Հիսուս Պաշտում ենք ես Հալելույա Hallelujah, պաշտում ենք քեզ, փրկել ես մեզ Հիսուս
Հիսուս, հրկել ես մեզ Հիսուս, պարկես Հիսուս, Հալելույա, նա մեզի փրկել է, թույլվեք ոտքի վրա կանգնենք, մի ուրիշ երգով, մեր վերջի երգով, Տերոջ փառաբանենք, տոնն է ցնծության, եկեք մենք երգենք, սաղմոսներ ասենք մեր Տիրոջը, տոնն է ցնծության, եկեք մենք երգենք, սաղմոս ասենք Տիրոջ համար, տոնն է ցնծության, եկեք մենք երգենք, սաղմոս ասենք Տիրոջ համար, մեկ անգամ էլ ասենք, տոնն է ցնծության, եկեք մենք երգենք, սաղմոս ասենք Տիրոջ համար, տոնն է ցնծության, եկեք մենք երգենք, սաղմոս ասենք Տիրոջ համար, փառաբանենք եւ օրհնելով երգենք նոր երգեր, փառաբանենք եւ օրհնելով երգենք նոր երգեր, հալելույա, 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 hallelujah, 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 hallelujah. Տոնն է ցնծության, եկեք մենք երգենք, սաղմոս ասենք Տիրոջ համար, տոնն է ցնծության, եկեք մենք երգենք, սաղմոս ասենք Տիրոջ համար, փառաբանենք եւ օրհնելով երգենք նոր երգեր, փառաբանենք եւ օրհնելով երգենք նոր երգեր, հալելույա, 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 Hallelujah, 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 hallelujah. Շատ բարի, անցնենք այսօրվա թեմային, Սավուղի կորած էշերը, այս թեման է, որ ձեզ հետ պետք է խոսեմ, միգուցե հարցացնեք Սավուղի էշերը կորցվել ինձ ինչ կապ ունի, բայց կտեսնեք, որ կապ ամենից հետ է։ Մենք էլ ունենք շատ կորցված խնդիրներ, որ դրանց հետևից ենք, մտահոգ ենք, վազվզում ենք, ջանանում ենք, աշխատում ենք այդ մեր մտահոգությունները, մեկ ձևի հայթայթենք, թե կորածներ ունենք, թե խնդիրներ ունենք, թե առօրյա խնդիրներ։ Եվ կտեսնենք, որ ինչպեսի որ Սավուղի կյանքում Աստված միջամտում է, մեր կյանքում էլ Աստծո ձեռքը երկարանում է, որ մեզի դպչի եւ մեզի այցելե։ Ուրեմն թողեք մի մաս Տերոջ խոսքից նայենք։ Առաջին թագավորատ կամ առաջին Սամուել 9-րդ գլուխ 3-4 թեման երկար ես ամենը չեմ գրի 15-ից 17 համարներ ձեզ համար կկարդամ։ Ասում է եւ Սավուղի հոր Կիսի էշերը կորան եւ Կիսն իր որդի Սավուղին ասեց երիտասարդներից մեկին հետը տար եւ վեր կաց գնա էշերը որոնիր։ Նա էլ Եփրեմ սարից անցավ եւ Սաղիսա երկրիցն էլ անցավ, բայց չգտավ։ Եվ Սաղիմի երկրիցն էլ անցավ, բայց չկային։ Եվ Բենյամինի երկրիցն անցավ, բայց չգտան։ Ուրեմն մեր պատմությունը ձեզ տամ, հետո մնացած մասը կնայենք։ Սավուղի հերը մեծահարուստ մեկն էր, ուներ էշերը կորցվել էին, ուրեմն ուներ ծառաներ եւ իր տղաներ ուներ։ Սավուղին ասավ վեր կա ծառանից վերցրու գնա որոնի էշերին։ Ուրեմն տարբեր մասեր գնացին, քաղաքից քաղաք համարյա թե այն ժամանակ մեծ մասը սրանք սարերում ու դաշտերում ունին կենթանիներին, ուրեմն սարեսար տարբեր տեղեր գնացին, քանի հատ քաղաքներ, քանի հատ գյուղերից անցնելով մոտ 8-9 մայլ ճանապարհ, այդքան տեղ կարող եմ ասեմ, գնացին եւ Սավուղը
տեսավ որ արդեն չի ճարվում, քանի օր տևավ էս խնդիրը, իր հոր էշերը չէր ճարվում։ Իր ծառային ասավ հետ եթանք արդեն պապեն մամեն մտահոգ ելեն մեզ համար։ Իր ծառան ասավ տեսեք հիմա որ այսքան ճանապարհ եկել ենք, արի եթանք այս մոտիկ քաղաքը, ընդդեմ Սամուել անունով այդ մարգարե կա, մենք իրանից հարցնենք, այնի կարող է մեզ ուղղություն տա օգնի, որտեղ այն ամեն բան տերիցը կարողանում հասկանա։ Այստեղում զարմանալի է, որ հին ժամանակվա մարգարեները ինչքան կարող են ամեն մանրամաս բաները Տերոջ կողմից տեսնեին։ Բայց ինչ որ էր Սավողն ասում է, եթե եթանք Աստծո ծառայի մոտ, այն ժամանակ սովորել մատ նվեր պետք է տանեին։ Ասում ոչինչ չունենք տանել, մատ արգելք կար։ Բայց ծառան կրկին ասում որ իմ մոտ դրամ կա, կեթանք նվեր կտանք եւ մեր խնդիրը իրան կներկայացնենք։ Բայց վերջապես երբ որ այդպես Սավողի մոտ, Սավողն ասում այդպես Սամվելի մոտ, Սամվելը որ իրանց տեսնում է, իրանց ասում է եկեք, լավ է կարի եկել եք, եթե ձեզ գործ ունեմ։ Աստված քեզ համար մի ծրագիր ունի։ Այս գիշեր, այսօր ինձ հետ պետք է գաք ընթրիքի սեղանին եւ ես ձեզ կհայտնեմ եւ այդպեսով Սավուղը այդ ճամփորդյան ասում է տեղ, որ տեսնում է որ Սամվելը իրան առաջարկում է արդեն պետք է Իսրայելի թագավորն լինի, ասում Աստված քեզ ընտրել է Իսրայելի համար թագավոր ելնելու։ Տեսեք, Էշերի կորցվելուց հետևից միջև որ թագավորության այդպես տեղ են ասնում։ Ուրեմն այս համարները տեղ 15 համարից ասում է եւ Տերը Սամվելին հայտնել էր Սավուղի գալուց մի օր առաջ ասելով թե եկուց այս ժամանակ Բենյամինի երկրից քեզ մոտ մեկ մարդ եմ ուղարկելու եւ դու նրան իշխան օտես իմ ժողովուրդ Իսրայելի վրա որ իմ ժողովրդին փրկշտացրի ձերից ազատ է, որովհետև ժողովրդին նայեցա, նրա համար, որ նրա աղաղակն ինձ հասավ։ Եվ երբ որ Սամվելը Սավուղին տեսավ, Տերը նրան ասեց, ահա այն մարդը, որի մասին քեզ ասեցի, նա պիտի իշխե իմ ժողովրդի վրա։ Տեսեք, ինչքան հրաշալի բան է պատահում։ Կիսի էշերը կորում են, իր տղային կարգում է այդան էշերի հետևից, սարեսար ման են գալի, այդում են այնտեղ, որ պետք է Սամվելը լինի։ Եվ Սամվելին հանդիպում են, և Սամվելն ասում է ինչ, ասում է Աստված երեկ ինձի հայտնել էր, որ մի օքի Բենյամինի ցեղից կուղարկեմ քեզ մոտ, դու նրան թագավորոցի։ Այսինքն նայեք տեսեք Աստծո ձեռքը ինչքան բնական է գործում։ Բան Սավուղը իր հոր էշերը կորցվերա, էշերի հետևից է գնում, առանց որ իմանա այդ ճանապարհը հասնե մետեղ որ Աստծո ծրագիրն է։ Այսինքն Աստծո ձեռքն է գործի, որ Սավուղին ուղղե այն ուղղությամբ, որ Տերը իր հետ ծրագիր ունի։ Այսինքն շատ ժամանակ մեր կյանքի օրերում առանց որ իմանանք Աստված մի ծրագիր մեր կյանքում ունի։ Կարելի է երբ որ Սավուղի էշերը կորցվել էր, Սավուղը մտահոգ է, իր հերը մտահոգ էր։ Իրանց հոգսերն է դեր կարող է գայլն ակերը, տարբեր խնդիրներ, ինչ է էլի չգիտեմ։ Ես ասեմ Աստծո ձեռքն է որ էշերը կորցվեին, որտեղ Աստված տում նպատակ ուներ։ Մեր կյանքում երբեմն խնդիրները առաջ գալի, որ առանց որ մենք իմանանք այս վիճակը առաջ նեղվում ենք, շփոթվում ենք, մտահոգ ենք։ Չեն կարող տեսնենք, որ արդյոք Աստված ձեռք ունի այդ խնդիրները թե ոչ։ Կամ կարող ենք Աստծոն աչքի առաջ ունենանք։ Եթե մենք մի դժվարություն ենք, եթե նեղություն ենք, ինչու է այս վիճակն առաջ եկել։ Արդյոք Աստված կարող է մի նպատակ ունենա, արդյոք Աստված կարող է մեջտեղ գա, արդյոք Աստված կարող է վիճակը փոխի։ Եվ այդտեղում է որ մենք առիթ ենք տալի Աստծո ձեռքը մեր կյանքում մեջտեղ գա։ Շատ ժամանակ մենք մեր առօրյա խնդիրները մեզ համար կարևոր են։ Մեր ուտելիքը, մեր խմելիքը, մեր կյանքը, մեր ապական, մեզ համար լուրջ խնդիր է, իմ ընտանիքը, հարցեր ունենք մեր սրտում, որ ծանրություն անում մեզանում։ Այդ հարցերով մտահոգ ենք, բայց չենք կարող տեսնենք, որ Աստված այդ ամբողջ բաները տեսնում է, բայց մեր մտահոգությունից վեր ավելի գերազանց ծրագիր ունի մեզ համար։ Այսինքն Աստծո ձեռքը մեր կյանքում տեսնենք։ Տեր, քո նպատակն ինչ է իմ կյանքում։ Դու ինչ ես ուզում ես անեմ։ Սամարացի կինը մատկուժ ուներ վերցրավ գնաց հորի մոտ ջուր վերցնե եւ ընդդեմ հանգարցակի Հիսուսին հանդիպեց առանց որը սպասեր։
Եվ խոսքը ասավ ընդ որ կենթանի ջուր կա քեզ համար։ Այսինքն սամարացիկին իր առօրյա խնդիրներն ուներ, ծառայություն, ընտանեկան ջուր, այդ բնական կարիք է։ Բայց Տերը ուներ ավելի մեծ հրաշալի պատրաստություն իր համար։ Ուներ հավիտենական ջուր, հավիտենական կյանք, ուներ փրկություն։ Այդ որ սամարացիկինը երբեք չէր մտածում։ Աստված ուղղակիորեն գալիս է իր ճանապարհի վրա, որպես իրան այցելե եւ իր փառքը սամարացի կնոջ հայտնե եւ սամարացի կնոջը առնե իր ձեռքում իրան վկա դարձնե շատերի փրկության համար։ Հիմա Տերը մեր ժամանակ մեզ ուզում է առնե իր ձեռքը իր նպատակի համար, Սավուղին ուզում է առնե իր ձեռքը իր նպատակի համար, Աստծո նպատակ Սավուղի համար ինչ էր։ Թագավորություն։ Ոչ թե իր շահերի համար, այլ միջոց ելներ, որ իր ժողովուրդը Իսրայել ազգը փղշտացիների ձեռից ազատվե։ Նրանցում անիրավություն էր ելնում, ճնշում էր ելնում, հազարավոր մարդիկ ջարդվում էին։ Եվ Աստված կարգում էր Սավուղին որպես մի թագավոր, որ մի ազգի փրկե, մի ժողովրդի փրկե։ Ինքը մատ փոքր խնդիր ուներ, մատ փոքր մտահոգություններ, քանի հատ ավանակներ ձեռից տրվել էր, մտահոգությունը, տատարժեքը որքան էր։ Բայց այն որ Աստված ուներ շատ բարձր ու շատ գերազանց էր։ Եվ այդ է որ Աստված մեզ համար այդ մեծ ու գերազանց պատասխանություն ունի։ Սամարացի կինը իր առօրյա մտահոգություն ուներ, բայց Տերը իր համար ավելի մեծ ծրագիր ուներ։ Ով կին դու կարող ես ավետարանի չելնես, շատերի օշնության միջոցն ելնես, Սամարիայի փրկության միջոցն ելնես։ Դու որ անօգուտ ես, դու որ մերժված ես, դու որ շատ լավ անցյալ չես ունեցի, բայց կարող ես Աստծուն փառավորես, նվիրվելով նրան։ Ով Սավուղ, դու մատ անձնավորություն ես, մատ հարուստ մարդի տղա ես, ունես մի ապակա մի կյանք շատ սահմանափակ, բայց Տերը քեզ համար ունի շատ բարձր ապակա։ Եվ այդ ձևով Աստված այդ ամեն խնդիրները ձեռքի է բռնում։ Այն կողմից ավանակներ կորցվում են, երկար մանգալուց հետո չի կարողանում ճարել եւ միջոցները ձեռքի է տալի, որ չէ թանկ, հետ է թանկ, մեր հայրը մտահոգ կելնի։ Աստծո ձեռքը ամեն այդ խնդիրների ներսը գործի է, որպեսզի սրանք այդքան Սամվելին հանդիպեն, որ Սամվելից այդ պատկամը որ Աստված ուներ լսեն եւ Աստված Սամվելին ասեր էր, որ վաղն այս ժամանակ Բենյամինից մատ մարդ կողարկեմ դուրանոցի, ինչ հրաշալի է։ Այսինքն Աստծո ձեռքն ուզում ասեմ մեր առօրյա կյանքում կարող ենք տեսնենք։ Շատ ժամանակ Տերը մի մաս բացում է, այդ տեսնում ենք, բայց տարբեր տեղեր Աստվածը նույնն է գործում։ Այն ժամանակ որ հոբ երանելին դժվարությունների ներսեր ընկի, խառնշփոթություններ կար, վտանգներ էր գալիս, երկնքից կրակ էր գալի, իր ծառաներին մեջտեղից երթում, գողերն արձակվեին, ունեցվածքն կողոպտում։ Չէր կարողանում հոպը տեսեր Աստծո ծրագիրը։ Բայց հետո կարծես երկինքը բացվում է Սուրբ գրքում եւ ասում է երկնքում սատանան գրած Աստծո ներկայության որոշ խոսակցություններ տարվեց եւ այդ խոսակցության հետևանքով որպեսի հոպի հավատարմությունը քննվե, ուրեմն այդ ամբողջ խնդիրները մեջտեղ եկավ։ Որ հոպը քննվե, որ ցույց տրվի, որ հաստատ հավատարիմ է եւ Աստծոն ավելի է գերազանցում, քան թե ուրիշներին։ Հոպը դրանք չգիտեր, որ երկնքում ինչ անցնում, որ Աստված երկնքում ասում է, որ ով սատանա, իմ ծառայի մասին ես մտածի, նա կատարյալ, արդար, բարի, իր նման մեկը չկա։ Եթե հոպ այդ խոսքերը Աստծո բերանից լսեր, ինչ է, երբեք չէր դժգոհի, երբեք չէր տրտնջա։ Երբեք չեր ասի, բա ես ինչ վիճակ է, երանի թե մեռնեմ, ես ինչ ցավ է, հերեմ ծնվե, հերեմ աշխարհ եկի, իր ծնվելու օրն անիծեց, սկսավ վերջապես դառնությունները արտահայտել։ Եթե տեսներ Աստծո վկայություն իր մասին, եթե այդ իմանար, ինքը ուրիշ մոտեցում կունենար։ Հիմա ես ու դու էլ սիրելիս նույնն ենք, մենք շատ ժամանակ Աստծո ձեռքը չենք տեսնում։ Այդ ոգևոր աշխարհը մեզ համար ծածկ է։ Մենք ենք տեսնում որ հողեղեն է, ենք տեսնում որ մենք 5 զգայարաններով կարող ենք տեսնենք, զգանք, շոշափենք, դրանք ենք տեսնում։ Երկնքում ինչ անցում, երկնքում քո մասին ինչ վկայություն կա, դու այդտեղ չես տեսնում։ Բայց ես քեզ ասում եմ որ քեզ համար օրհնյալ վկայություն կա, բարի վկայություն կա, Տերը քո համար ընտիր խոսքեր է խոսում։ Եվ Տերը սիրում է իր ծառային, իր աղախինին։ Իր որդու արյունով գնել է, լավ ձեր բիոգրաֆին իմանում է։
Դու քեզ անարժան ես տեսնում, բայց քեզ Աստված արժանի է տեսնում ամեն օրհնությունների։ Եվ դրա համար Տերոջ խոսքը ասում է Տերը իր եկեղեցուն մեզ օրհնել է երկնքի ամբողջ օրհնություններով։ Եվ այդ մեր մասնավոր մենք հավատքով այդ վերցնենք, նվիրվելով վերցնենք այդ իշխանությունը, որ մեզ տրվել է դևերի վրա, դրությունների վրա, վիճակների վրա, այդ իշխանություն, որ աղոթքի ներսը մեզ տրվել է, այդ որ աղոթեք, վստահել եք, կառնեք եւ ձեզ կտրվի։ Ես անցյալ անգամի վկայությունն էլ այդպեսի նոր մաթար վկայություն, որ ինչպես Տերը աղոթքել է պատասխան է տալի։ Բայց խոսքս այդ է, որ ամբողջ Տերը պատրաստել է մեզ համար եւ ուզում է մեր հոգեվոր աչքերը լուսավորվի եւ մենք վայելենք երկնքի ճոխությունը եւ մտահոգ չելնենք այս աշխարհի խնդիրներով ու մեր կոտավանակ կորցվել է ու մեր կոտ քաշքշոցներ ունենք, դրանցով մտահոգ մի կելեք։ Սամվելն ասավով սավող բաբի տեշերը ճարվել են, մտահոգ մի եղի։ Բայց քո համար մեծ ծրագիր կա, արդյոք ամբողջ Իսրայելի հույսը դու չես։ Տերը մեծ ծրագիր ուներ Սավողի համար, քեզ համար նույն ծրագիրն ունի։ Եվ ուզում է քեզի օրհնե, քեզի զորացնե, իր համար չնչինա քո կյանքի կապերը բացե։ Իր համար չնչինա քո խնդիրները լուծե։ 5000 հոգի հավաքվեին Սարի լանջումը Հիսուսի քարոզն էին լսում։ 5000 հոգի։ Տերն ասավ շանս կերակրեք։ Տեր ոչինչ չկա, 2 ձուկ 5 հատ, ինչպես կարելի է։ Բայց Տերոջ խոսքը ասում է, որ աշակերտներին ասավ նստացրեք ժողովրդին եւ սկսավ այդ 2 հացն եւ 2 ձուկն 5 հացը օրհնելու բաժանեց տվավ ժողովրդին։ Կարող եք մտածեք, հացերը վերցնում էին էլիկար, վերցնում էին էլիկար, այդ ինչ բան է անցնում։ Ձուկերը ինչ վերցնում էին տեղը կար։ Ամենը կերան հասան մի կարևոր եզրակացության, որ այս անձնավորություն աստվածային է։ Հիսուսը ուզում էր նրանց հասկացնել, որ ես եմ կյանքի հացը, ես եմ հավիտենական կյանքի հացը, դրա մայրը դրաշկանում։ Որպեսզի նրանց այս ուղղությանը բերեր, որ նրանք հասկանային Հիսուսը հավիտենական կյանքի ջուր է եւ կյանքի հաց է։ Եվ նրան հավատալով մարդ կարող է առնի կյանք եւ հավիտենական կյանք, այդ կարևոր էր Հիսուսի համար։ Մարդկանց խնդիրներ առօրյա օրվա հացն ուտենք, մի օր կշտացել ենք, այն մյուս օրը Հիսուսի հետևիցին։ Հիսուսը ասավ, տեսեք, դուք շատ եք հերս խփում ուտելու, խմելու օրվա խնդիրների համար, դրանք ասարակ են։ Դրանք ասարակ են։ Դու մի մտածեք մարմնի համար, ուտելու համար ինչ կհակնեք, ինչ կխմեք։ Դա ամբողջ անաստված ժողովուրդը մտածում է։ Ձեր երկնավոր հայրը գիտե ձեր կարիքները։ Ձեր երկնավոր հայրը գիտե ձեր կարիքները։ Բայց ասում է ինչ, ձեզ համար ավելի մեծ ծրագիր կա, մեծ նպատակ կա։ Իմ արքայություն եւ իմ արդարությունը խնդրեք, այս ամբողջն առավել եւս ձեզ կտրվի։ Այդ որ աշխարհը վազում է դրանից հետո չի ասնում, ձեզ կտրվի եւ ավելի կտրվի։ Այդ որ քո մտահոգությունները հանձնի Տերոջը, իր ասա Տեր դու գիտես, Տեր դու գիտես, Տեր դու մեծ ու փառավոր ես, քո համար ամեն բան կարելի է։ Ես մեկ անգամ կարծում եմ, որ ամբողջ քրենսիները դոլար, յուրո, ռիալ, ամենը Տերոջն են, այս աշխարհը Տերոջն է, երկինքը իր լիությունով, գետնին իր լիությունով Տերոջն է, եւ Տերը այդ ամբողջը իրենն է եւ տալիս է նրանց, որ իրան սիրում են, կարող է տա, նա խնայող Աստված էլ չի, քսուտերել չի, առատա ձեռնա, շռայլ է, արեգակը տալիս է մեկ կողմից մյուս կողմը աշխարհին լուսավորում է, երբ որ անձրևն է գալիս սար ու ձորեր թրջում է, առատություն է բաշխում։ Եվ մարդկան ճոխությունով, առատությունով տալիս է, քանի միլիարդ ուտում են իր հյուրն են ու իրան էլ ուրանում են, ինչքան գտած, ինչքան բարի, ինչքան ողորմած, ինչքան համբերող։ Հիմա այդ Տերը, քո Տերը տա քեզ սիրում է։ Չի ուզում դու հեթանոս աշխարհի անաստված ժողովրդին ման վարվես։ Ուզում հավատքով մոտենաս իրեն, փառաբանությունով նվիրված իրեն ամենալավագույն ծառայություններ անես եւ սպասես քո կյանքում հրաշալի ձեռքը մեջտեղ գա։
Եվ այդ Տերը բարի Տեր է, սուրբ Տեր է, փառավոր Տեր է։ Իրանից մեծ բաներ խնդրի եւ մեծ քայլեր իր համար վերցրու եւ հավատա, որ քո աղոթքը լսում է։ Մատ փակագից էլ ստե բացեմ ասեմ, երբ որ մենք մեկի մար աղոթում ենք, ես ասում եմ որ մենք խնդրում ենք աղոթում ենք, կարիք չի կրկին աղոթենք։ Եվ դրա համար պատասխանում ասեմ մի եկեք նորից աղոթելու, նպատակը չի որ չգաք աղոթելու, այո, եկեք կրկին աղոթենք, փառաբանենք, հավատքի դավանանք, հայտնենք, որ Տեր դու մեր բժիշկս ինձ բուժել ես։ Գալիս ենք երբ որ արմիկետ միաբանվում ենք, կրկին հիշում ենք որ Տեր դու մեզ բժշկել ես եւ հավատում ենք քո բժշկությանը, հավատում ենք քո շուտությանը։ Բայց չենք կրկին խնդրում որ Տեր էլ ինձ բժշկի, չէ, այս անգամ գալիս ենք, մեկ անգամ խնդրել ենք, երկրորդ անգամ գալիս ենք հավատքի դավանանք ենք անում։ Քեզ փառք ենք տալի որ դու լսել ես, քեզ փառք ենք տալի որ բժշկել ես, քեզ փառք ենք տալի որ դու բուժող Աստված ես։ Մեր աղոթքի ձևն է փոխվում։ Եվ այդ ձևով մենք երթալով քայլ ենք վերցնում այդ նոր աշխարհ, ոգևոր աշխարհի ենք ասնում, որ ընդդեմ տեսնում ենք որ ամեն բան կարելի է նրանց համար որ հավատում են Հիսուս Քրիստոսին, հալելույա։ Եվ այդ պատրաստությունն է որ Տերը մեզ համար պատրաստել է եւ այդ ճոխությունն է որ Տերոջ կամքն է։ Սուրբիրքը համարյա թե լեցուն է նման խնդիրներով որ Սավուղի համար առաջ է գալի։ Սավուղը առաջնորդվում է իր կարիքներ որոնելու համար այն նպատակին հասնա որ Աստված իր համար ծրագիր ունի։ Հետո իրան թագավոր է սարքում եւ մեծ հրաշալի թագավոր որ Իսրայել ազգին շատ դժվարություններից ու խնդիրներից ազատում է։ Տերոջ խոսքը նայում ենք Պետրոսը մեկն էր զբաղված էր ձկնորսությունով։ Ժամներ երկար չի ելնում, սրանով կավարտեմ որ անցնենք մեր աղոթության սեղանին։ Պետրոս այդպես ձկնորսության հետևից։ Ձուկ էր բռնում, հմուտ մեկն էր, հմուտ ձկնորս էր։ Մի բան որ չէր մտածում, հոգևոր աշխարհում կարելի է մեծարայություն արածելի։ Բայց դե ձկնորսության գծի ներսը մի օր Հիսուսին տեսավ եւ իրան կոչտվա որ Պետրոս, եկ, նավագտուր, քարոզենք եւ գնա ուրկանդ գցի ծովը։ Միջոց եղավ որ Պետրոսը սարսափահար Տեր դու ինձ հրաշալի Տեր ես, ես անարժան եմ, ես մեղավոր եմ, ինձանից հեռու գնա Տեր, ես արժան չեմ քեզի։ Տերը Պետրոսին ասա Պետրոս, մի վախենա։ Սա ինձ հետո մեծ ծառայություն ունես դու։ Դու մարդկանց որսորդը պետք է լինես։ Այդպես որ ուրկանդ գցում ես դուք ես բռնում, պետք է շատ շուտով ուրկանդ գցես հազարավոր մարդկանց որսես Աստծո արքայության համար։ Եվ այդպես էլ եղավ Պենտեկոստեի օրը։ Մի հատ քարոզով 3000 հոգի ապաշխարեցին։ Ես Պետրոսը քարոզեմ ժողովրդի դիմաց կայնեմ, խոսք չունեմ ասելու։ Հեր չէ, ես խոսքս կտամ, ես քո մեջքիդ կկայնեմ, աշկերտ գլուսավորեմ, քո խոսքը գետին չընկնի եւ շատերի օշության միջոց կելնի։ Հալելույա։ Եվ Տերը այդպեսի ամեն մեկի սիրելիներ կարող է բանացրել իր փառքի համար։ Դու մի ասա ես արժանի չեմ, դու մի ասա ես տկար եմ, դու մի ասա, իմանում եք Սավուղի դժվարությունն էր, որ Իսրայելի 12 ցեղերից ամենափոքրագույն ցեղն էր։ Սովորաբար երբ որ մատ ընտրություն կար, ամենամեծ ցեղերից որ Հուդան էր, մեծ ցեղերն էին։ Բենյամին ամենափոքրն էր եւ այդ վիճակում ուրեմն ասવા ես ամենափոքրն եմ, թազ իմ տոնում էլ այդքան մեծ մեկը չեմ։ Բայց Տերն ասում չէ, այդպես մի ասա, ես քեզ ընտրել եմ, քեզ կբանացրեմ իմ փառքի համար։ Հիմա ամեն մեկս էլ այդպեսի կարող ենք Աստծո ձեռքում լավագույն անոթը լինենք իր փառքի համար։ Մեր մասը իմանում եք ինչա, նվիրված սիրտ, հանձնված սիրտ։ Այն սիրտը որ աղոթում է, ով Տեր, ահա ես, ահա քո աղախինը, պատրաստ եմ։ Մարիամը մատ երիտասարդ կույս աղջիկ հրեշտակ հայտնվավ իրան, ով կանացներ սոշնյալ, դու զավակ կունենաս, որ շատերի օշության պատճառ կերնի, դժվար է հասկանալ, ես ամուսնացած չեմ, բայց Տերոջ աղախինն է։ Եվ Տերոջ ձեռքը իր կյանքում մեջտեղ եկավ, այսօր կանանց ներսը Մարիամը շատ արկված, սիրված, իր անունը տարածված, Հիսուսի մայր եւ աշխարհի փրկիչի մարմնացման պատճառ եղավ։ Ինչքան հրաշալի։ Մենք ամեն մեկս կարող ենք լավագույն ձևով Աստծո փառքի համար գործածվել։ Մեր մասը սա է, որ նվիրվելով Տերոջ ասենք, ահա Տեր քո ծառատ, ահա Տեր քո աղախինը։ Եվ այդ ձևով Տերը իր փառքը սկսի քո կյանքում հայտնել։ Պատրաստ ես Տերոջին ասես, ահա Տեր պատրաստ է։
Թույտ վե գլուխներս խոնարեցրած մեր կրոպե աղոթենք։ Եվ Տերոջ սրտանց ասենք։ Ասենք ով Տեր ես պատրաստ եմ։ Եթե ունես մտահոգություն, եթե ունես խնդիրներ, եթե ունես կորցրած բաներ, որ քեզի մտահոգեցնում է, առօրյա խնդիրներ, որ քեզի հոգսի ակցում, այդ ամբողջը նվիրի Տերոջը, Տերը այդ խնդիրի համար լավագույնը կանի քո կյանքում է։ Բայց մի հատ բայց կա, արդյոք դու պատրաստ ես Տերոջը ծառայես։ Տերը խոստացել է, եթե իմ արքայություն եւ արդարություն առաջնաերթելնի, այս ամենը դες կտրվե։ Ուզում եմ սիրելիս, Տերոջ ձեռքը ազատ թողնես քո կյանքում, մեջտեղ գալու։ Թույլ տուր Աստծո ձեռքը քո կյանքում ազատվե։ Մի ասա ես արժանի չեմ, մի ասա ես մեր բան չեմ կարող անեմ, մի ասա ես այդքան օգտավետ անձավորություն չեմ։ Դու կարող ես ամենատիրն ես, ամենալավագույնն ես, շատերի համար նմուշն ես, եթե այդ նվիրումը Տերոջը ցույց տաս, Տերը քեզ կբարձրացնի, Տերը քեզ կօրհնի, Տերը քո կյանքում դրաշալի գործ կանե եւ քեզ վկա կդարձնի իր փառքի համար։ Ո փառավոր Հայր, ով օրհնյալ Տեր։ Ով օրհնյալ Տեր։ Ով ամենակալու փառավոր Տեր։ Սիրտդ բացելով Տերոջ ներկայությանը սիրելիս կարող ես Տերոջ կոչ տաս, որով Տեր, գիտեմ դու երկնքի թշնամիների համար մտածում ես, գիտեմ դաշտի շուշանները զարդարում ես քո աստվածային շնորհքով, եւ գիտեմ որ կարող ես իմ կյանքի ամեն կնճիրները բացես։ Նվիրվում եմ քեզ Տեր, ազնվում եմ քեզ Տեր։ Ահա քո ծառատ, ահա քո աղախինդ, ինձ արկո սուրբ ձեռքիդ ներսը, ուզում եմ ապրեմ քո փառքի դամար։ Ես չգիտեմ, շատ հարցեր ունեմ, չեմ իմանում ինչպեսի, բայց միայն հանձնվում եմ քեզ։ Ինձի Պետրոսին ման որսորդ սարքի, ինձի Սամարացի կնոջ նման վկա դարձրու շատերի փրկության համար, ինձի Սավուղի նման այնտեղը որ պետք է ղեկավարեմ ու թագավորեմ ու ծառայեմ քեզի, այնտեղը դիր որ դրանով դու փառավորվես։ Իմ կյանքն ազդում եմ քեզ, իմ կյանքն նվիրում եմ քեզ։ Այս ամենալավագույն աղոթքն է որ դու կարող ես անես։ Ով Տեր, ընդունի ինձ այսպես որ կամ, հանձնվում եմ քեզ, ինձ բանացրու քո փառքի։